21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ այս պահին իհարկե տաղավարում ունենք հյուրեր եւ ժամանակն է նրանց ներկայացնելու, բայց մինչ այդ Հայաստանի ազգային պետական նվագարանների նվագախումբը Մարտի 14-ին ժամը 19:00-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացնի մի գեղեցիկ համերգ, որը նվիրված է ազգային երաժշտական որպես երեկո մայրերին, նվիրում մայրերին։ Եվ այդ կապակցությամբ մեզ մոտ հյուրերն են Վահե Մարգարյանը, երգիչ, եւ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի մեներքիչ Դավիթ Խաչատրյանը։ Բարի առավոտ, սիրելի ընկերներ, եւ իմ գործընկերներն են նաեւ մի պստիկ մի երաժշտությամբ, քանի որ երբեմն զբաղվում եմ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, ուրախ ենք, որ գտնվում ենք այս գեղեցիկ տաղավարում ու կրկնակի ուրախ ենք, որ լավ լուրերով ենք եկել եւ ամսի 14-ին մեր կանանց քույրերին, մայրերին նվիրելու ենք գեղեցիկ երեկո, որին որ պատրաստվում ենք մեծ սիրով։ Խոսենք համերգի մասին, իհարկե ազգային երաժշտության հիմնակարերից է համարվում նվագախումբը այսօր մեր հանրապետությունում եւ բազմաժանր է ծրագիրը, գիտենք, որ չի սահմանափակվում նաեւ ազգային երաժշտության կատարումներով։ Այս համերգը ծրագրի հետ կապված, հա, ինչպես ընտրվեց եւ ինչպես որոշվեց եւ ինչ է սպասվում, ինչ նորություններ են սպասվում, Դավիթ ջան։ Իհարկե ժողովրդական երգի եւ Պարի ազգային կենտրոնը չէր կարող անմասն մնալ եւ միամսյակի շրջանակներում չկազմակերպել գեղեցիկ միջոցառում։ Համերգին կլինենք ես Վարդան Բադալյանը եւ Վահեն Մարգարյան, այսպես ասեմ հայկական եւ ավելի ժողովրդական հատվածը կլինի իմ ու Վարդանի կատարմամբ, իսկ Վահեն կմիանա ավելի կոմպոզիտորական երգերով, որի մասին կարծում եմ ինքը կասի։ Մեծ սիրով ենք պատրաստվում, քանի որ կարծում եմ, որ ամենամեծ նվերը, որ կարող է լինել մայրերին, մեր մայրերին, քույրերին, ներկայանալ բեմից շատ բարձր մակարդակով եւ նվիրել նրանց գեղեցիկ հայկական երգեր։ Վահե հանդիսատեսը հեռուստադիտողը քեզ ճանաչում է որպես էստրադային ժանրի կատարող եւ բոլորս գիտենք այն հանրահայտ խմբում, որտեղ որ նաեւ քո մասնակցություն ունես։ Սա քեզ համար առաջին փորձն է, եթե չեմ սխալվում, եւ ինչպես է ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ փոխել ժանրը, երգել, ել չեմ խոսում նաեւ տղամարդկանց, հա, համերգ է լինելու, ինչպես հասկանում եմ, եւ կանայք պետք է լսեն։ Տղամարդկանց համերգ նվիրված կանանց ճիշտ է։ Ուրեմն իմ առաջին հենց մասնակցությունը չի, բայց այս վերջերս կարելի ասել, որ միացել եմ տվյալ ժանրի համերգներով ազգային նվագարանների պետական անսամբլին։ Նախորդ հարցից նաև իմ փոքրիկ պատասխան տալով ասեմ, որ փորձում են նույնիսկ բացի ժողովրդականից, չգիտեմ, ֆիլմերի սաունդթրեքեր եւ ոչ միայն հայկական ֆիլմերի, այսինքն եղել է համերգ, որի ընթացքում նույնիսկ Հարի Փոթերի սաունդթրեքն է հնչել ազգային նվագարանների կատարմամբ ու ինձ համար հա կարելի ասել, որ ինչ որ նորություններ, հենց նորություններ դա լսել հայկական գործիքներով, այսինքն, չգիտեմ, բաբաջանյանական ինչ որ գործեր հայկական մոտեցմամբ կամ ինչը շատ զարմանալի էր ինձ համար, Իստորիա դե un amor, չգիտեմ, կանոնով, դափով, դուդուկով, ինչ որ շատ գեղեցիկ մոտեցում գործին, ինձ համար հա կարելի ասել, որ նորություն էր ու նորություն կլինի նաև մեր կանանց համար, դրա համար ուզում եմ ասել, որ այդ օրը ձեզ մեծ սիրով սպասում ենք, այդ օրը ձեզ է նվիրված, համերգը ձեզ է նվիրված լինելու, չգիտեմ, ձեր տղամարդկանց սրտերը ձեզ են նվիրված լինելու, տենց, չգիտեմ, ես մտածում եմ, որ ինձ համար լավ փորձ էր եւ ձեզ համար նույնպես լավ փորձ կլինի։ Ինչպես ես քեզ զգում նվագախմբի հետ, քանի որ ավելի շատ թե գիտենք ինչպիսի նվագախմբերի հետ ես ելույթ ունեմ, երաժշտական առումով, ինչպես ասացիր, շատ տարբեր է եւ քեզ համար երբեք, այսինքն չէր էլ պատկերացնում, որ կարող են այդպիսի գործեր նվագել, քեզ լավ է զգում այդ։ Եկամ հա շատ հեշտ մերվեցի ժողովրդի հետ, շատ տենց հեշտ ստացվեց։ Չգիտեմ, տենց ինձ թվում է, որ եթե ամեն ինչի տեխնիկական կողմը հանենք, որը ոնց որ կստացվի փորձերի ու պարապմունքների
հաշվին, նաև էմոցիոնալ կողմն էր շատ լավը, այսինքն գործնական էթիկետը շատ լավն էր, տենց ու մտածում եմ, որ դա էլ է շատ կարևոր ու դրա շնորհիվ նաև շատ հեշտ ստացվեց, չգիտեմ։ Այ ինձ հետաքրքրում է Դավիթ շատ կարևոր մի բան կա նվագախումբը գիտեմ որ հաճախ է համերգներ ունենում եւ այս համերգը հստակ մեսիջ է մայրերին նվիրում է ինչու պետք է գան եւ այս համերգը օրինակ գնեն տոմս եւ կան ձեզ լսեն կամ ուղարկեն օրինակ կամ ուղեկցեն իրենց մայրերին քույրերին կանանց կան եւ ներկա գտնվեն համերգին։ Շնորհակալություն այս հարցի համար կարծում եմ որ ինքը շատ ուղիղ ու կներեք մի հատ էլի սկսեմ, հա։ Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ, որ ինքը շատ պարզ պատասխան ունի։ Մեր ներկայիս իրավիճակում, երբ որ շոու բիզնեսում չունենք ժանրային պակաս եւ մի փոքր կարծում եմ, որ ժողովրդական ժանրը ավելի հետ է մղվել, քանի որ այն ժամանակ, երբ որ միայն հեռուստատեսությամբ էր կարելի էր ընտրել ինչ ժանրի, իսկ հիմա ավելի շատ սոցհարթակների վրա է եւ այդ պակասը լրացնելու այն մարդիկ, ովքեր որ ուզում են լսել ժողովրդական երաժշտություն, թեկուզ տարիքային միջին շեմից ավելի բարձր մարդիկ, որ ուզում են լսել ժողովրդական երաժշտություն, կարծում եմ իրանց համար այս օրերը տոն են։ Կարծում եմ, որ իրանք հոգևոր են բացը, որը որ կա, լրացնում են հենց այդ համերգների շնորհիվ ու նախորդ թեմայի հետ կապված մի բան կասեմ, որ մի փոքր կարծրատիպային է, որ ժողգործիկներով արդյոք լավ կհնչի, թե չէ, բայց փորձը ցույց է տվել, որ եթե անձնակազմը պրոֆեսիոնալ է, ինչպես որ մեր ժողովրդական երգիպարի կենտրոնի բոլոր անսամբլերի անձնակազմն է, գործը շատ հեշտ է լինում ու արդյունքն էլ կարծում եմ, որ բավականացնում է եւ հանդիսատեսի համար շատ հետաքրքիր ու նոր մշակութային ինչ-որ նոր մի բացահայտում է լինում։ Հետաքրքիր է այստեղ, այսինքն եթե նոր գործեր եք վերցնում եւ ժանրային առանձնահատկությունը խախտվում է, հա, ազգայինը համադրվում է փոփի հետ եւ այլն, էստրադայի մշակումները ումն են, մայստրոինն են։ Տարբեր է լինում մշակումները, թե մայստրոինն են լինում տարբեր մասնագետների, ովքեր որ այդ ոլորտում իրենց ասելիքը ունեն եւ կարողանում են այդ համադրությունը այնպես անել, որպեսզի չտուժի ոչ ժողովրդական գործիքակազմը, ոչ այն երաժշտությունը, որը որ ընտրվել է ու այդքան էլ կապ չունի հայկական ժողովրդական գործիքների հետ։ Վաղե կարող եք ես կամաց տեսնենք դեպի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հաճախ եւ ժանրային նաեւ փոփոխությամբ։ Իրականում ցանկությունը շատ մեծ է իմ կողմից ու այս համերգները, որոնք հանդիսատեսի աչքերով, չգիտեմ, ծառայում են իրancs համար որպես ժամանցի ինչ որ մթնոլորտ, ես նույնիսկ բեմին, ասենք, տեղեկից ինչ որ բան եմ փորձում սովորել, այսինքն ինչ որ ժողովրդական հենց ժանրում ինձ համար այդ ամեն ինչը որպես նաև շատ մեծ փորձ է դիտարկվում։ Այսինքն առաջին համերգին, երբ տղաների հետ երեքով Երևանի սիրուն աղջիկ էինք երգում ու 3 տարբեր մաներաների մոտեցում կար ու ամեն այն վարկյանը երբ ես չէի երգում, ես լսում էի տղաներին ու փորձում էի սովորել հենց, չգիտեմ, այդ ինչ որ առանձնահատկություններ, ինչ որ խաղիկներ, իրականում հենց մեծ ժանրային փոփոխություն չեմ կարող ասել, որ պատկերացնում եմ, բայց դեմ չեմ իրականում կողմ կլինեմ, միշտ ինձ համար ցանկացած մասնագիտության մեջ ճյուղերը ճանաչելը, սովորելը շատ կարևոր Համարվանդ ազգային երաժշտության, չէ՞, կապված։ Այս պահին ես չեմ կարող ձեզ բաց թողնել ու առաջարկում եմ, քանի որ մեկ ամսյակ է, մեր կանանց մայրերին մինչ համերգը մի փոքրիկ կտոր ճիշտ է, առավոտյան շուտ է ես եմ երգիչ, կարծում եմ կարելի է իրենց նվիրել ինչ որ մի գեղեցիկ բան։ Սկսենք վայից, հետո Դավիթը, ես էլ ձեզ մեծ սիրով։ Եկեք տենց բանը պահելու համար, ինտրիգան պահելու համար հենց իստորիա de un amor մի փոքր որը քեզ հարմար է այս պահին։ Ya no estás más a mi lado, corazón, en el alma solo tengo soledad, y si ya no puedo verte, porque Dios me hizo quererte, para siempre sufrir más.
siempre fuiste la razón de existir. Adorarte para mí fue religión. En tus besos sí encontraba el calor que me brindaba, el amor y la pasión. Bravo. Բրավո։ Դավիթ մի գեղեցիկ ստեղծագործություն էլ իհարկե։ Հիմա այդ օրը որ Վահեն պետք է երգի, այդ երգերից եմ գողանալու երգ եմ, Մեծ հաճույքով, թող դու գողանաս։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ սեր ունես, պահած ինձ համար, ինձ պես անուշիկ, ջահելյար ունես, Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն ես։ Բրավո, բրավո։ Սիրելի հեռուստադիտող, իհարկե համերգին ամբողջական ներկա գտնվելու եւ այս գեղեցիկ ծրագիրը վայելելու համար պետք է ընդամենը գնել տոմս եւ ամսի 14-ին գնալ Առնո Բաբաջանյան համերգասրահ եւ մասնակից լինել այս գեղեցիկ նվիրումին, համերգին, որը որ մեր մայրենին է կանանցն է։ Շնորհակալություն տղաներ, ձեզ մաղթում եմ հաջողություն, գեղեցիկ ելույթներ եւ իհարկե ազգային երաժշտության պահպանման գործում հատուկ իմ առանձնահատուկ շնորհակալությունն ու ողջուններս թե մեր գործընկերներին, ազգային երաժշտության կենտրոնին, ինչպես նաեւ նվագախմբին ու մայստրոյին այս ամենի համար։ Շնորհակալ ենք։ Այսօր այսքանը մեկ ամսյակ է մեզ մոտ, ամեն օր իհարկե ոչ միայն մեկ ամսյակ է ձեր կանանց, ձեր մայրերին, ձեր քույրերին ամեն օր սիրեք, սեր խոստովանեք եւ ասեք, որ իրենք գեղեցիկ են, որպեսզի իհարկե կարողանան մեր կյանքը գեղեցկացնել անկախ մեկ ամսյակից։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ 21 TV եթերում եւ կասենք ձեր օրը բարի լինի։